Բարև Ռաֆայել, Բարև։ ինչպես ես։ Love is. Love him. Again. Ես էլ եմ լավ։ Բարև, love him. Hello Rafael. Բարև Ռաֆայել։ Ողջույն, շնորհակալ եմ հրավերի համար։ Why did you Ինչպես ստացվեց, որ դու ընդունեցիր Արարատ Արմենիայի հրավերը։ Eu estou muito feliz. Ես հաճույքով ընդունեցի Արարատ Արմենիայի առաջարկն աշխատելու ակումբի հետ ու զբաղեցնելու ակումբի սպորտային տնօրենի պաշտոնը։ Այնպես որ այդ առիթով ես շատ ուրախ եմ ու բավարարված։ Երկրպագուները դրական ընդունեցին։ Տվեցին լրացուցիչ էներգիա։ Իդեպ պետք է ընդգծեմ հայ ժողովրդի գործոնը։ Նրանք միշտ բարյացակամ են իմ նկատմամբ, աջակցում են ամեն հարցում։ Muito sinceramente. Լինեմ ազնիվ, մինչև Հայաստան այցելելը ես ոչինչ չգիտեի երկրի ու ակումբի մասին, սակայն առաջին իսկ կոնտակտից հետո ես սկսեցի առաջարկի շուրջ լուրջ մտորել։ Գնացի տուն ու խոսեցի կնոջս հետ։ Պատմեցի նրան, թե ինչ առաջարկ է եղել, որ երկրից եւ սպասում էի նրա պատասխանին։ Նա որոշ ժամանակ լռեց, ապա պատասխանեց. Ինչու ոչ, կարելի է լսել նրանց առաջարկը։ Այսպես ստացվեց։ Por que não? Vamos escutar. What are the Որոնք են մեր ակումբի, նաև հայկական ակումբային ֆուտբոլի հիմնական խնդիրները, որ դու այս ընթացքում հասցրել ես տեսնել եւ ամենակարևորը, ինչպես ես պատկերացնում դրանց լուծումը։ Eu vou começar pelo nosso clube. Երևի սկսեմ մեր ակումբից, փաստացի մեզ մոտ չկան անլուծելի խնդիրներ։ Դրանք հարցեր են, որոնք կան աշխարհի բոլոր ակումբներում, այդ թվում կան այնպիսիք, որոնք կապված են հենց մեր ակումբի հետ։ Կրկնում եմ, մեծ հաշվով բոլոր տեղերում խնդիրները նույնն են, կան բազային հարցեր։ Մենք արդեն սկսել ենք աշխատանքներ այն ծրագրի վրա, թե ինչպես ենք միասին փորձելու բարեփոխել թիմի կառավարումը հենց ներսից։ Կարճաժամկետ, բայց հստակ քայլեր կան, որոնք նպատակ ունեն ավելի լավ պայմաններով ապահովելու մեր թիմի տղաներին, այդ թվում եւ մարզչական շտաբին ու թիմի հետ աշխատող անձնակազմին։ Ինչ վերաբերում է ֆուտբոլի մակարդակին, ըստ էության ակումբների միջև կա մեծ տարբերություն։ Առաջնությունում կան 3-4 մրցունակ ֆուտբոլային ակումբներ, իսկ մյուսներն իրենց մակարդակով զիջում են, այնպես որ տարբերությունը նրանց միջև շատ մեծ է։ Այդ առումով պետք է ակնկալել ակումբների եւ ֆեդերացիայի միջև ավելի խորը համագործակցություն, քանի որ կողմերը պետք է կիսեն միմյանց կարծիքն ու մոտեցումները։ Պետք է տանք կարևոր հարցեր, թե ինչպես կարող ենք մենք ֆուտբոլն ավելի լավը դարձնել, թե ինչպես պետք է ստադիոններ բերենք ավելի շատ երկրպագուներ, ինչ անել, որ բոլորն իրենց բավարարված զգան։ Մարդկանց պետք է ստադիոններում ապահովել պայմաններով ուտելիք, ժամանց, չէ որ խաղը օրինակ նշանակված է ուրբաթ երեկոյան։ Նրանք պետք է ընտանիքով գալու եւ այնտեղ ժամանակ անցկացնելու բոլոր մինիմալ հնարավորություններն ունենան։ Ֆուտբոլիստները պետք է ունենան երկրպագուների հետ շփվելու տարածք։ Երիտասարդներն ու պատանիները ցանկանում են խաղացողների հետ նկարվել, խոսել։ Առհասարակ քաղաքում քանի տեղ կա, որտեղ հայկական ակումբների շապիկներ են վաճառվում։ Հայաստան գալուց հետո հիշում եմ, տևական ժամանակ մեր ակումբը 4-5 անգամ նույն մրցակիցների հետ խաղաց։ Հասկանում եք, նույն թիմերն իրար են հանդիպում մի քանի օրվա տարբերությամբ, այն էլ մի քանի անգամ անընդմեջ։ Կան թիմեր, որոնց խաղը ես այդպես էլ չտեսա ու այդ տեսանկյունից պետք է բարեփոխել նաև խաղային օրացույցը։ Կարծում եմ, այդ նույն հարցը շատ հեշտությամբ հնարավոր է կարգավորել միմյանց կարծիքը լսելով ու իրար հանդիպելով։ Միայն այսպես է հնարավոր տեղի ֆուտբոլը դարձնել ավելի մրցունակ ու հետաքրքիր։ E termos mais fãs nos estádios. What are your plans for the club? Որոնք են ակումբի զարգացման կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերն ու պլանները։ Near and distant future. Quando eu cheguei aqui, Երբ ես ժամանեցի, թիմի առջև հստակ խնդիրներ էր դրված եւ 3 կարևոր նպատակ կար՝ հաղթել ու դիմանալ պայքարին։ Այս առումով մենք մեր նպատակին հասանք։ Երկրորդը դուրս գալ գավաթի խաղարկության եզրափակիչ, իսկ առաջնությունում պայքարել չեմպիոնության համար։ Երբ հստակ դարձավ, որ միավորների տարբերությունն արդեն շատ է մեծացել, նպատակը դարձավ հնարավորինս բարձր հորիզոնական զբաղեցնելը, այսինքն պայքարել երկրորդ տեղի համար։ Այդ ամենը մեզ տալիս է առավելություն կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում։ Պայքարի մտնել ավելի ուշ եւ ել ավելի լավ անցնել նոր մրցաշրջանի նախապատրաստական հատվածը։ Այդ շարքում կարևոր է նոր ֆուտբոլիստների ձեռքբերումը, ակումբի ներսում կառուցվածքային ձևափոխումների իրականացումը եւ այլն։ Գիտեք, որ առաջնությունում կա հստակ կարգ, յուրաքանչյուրն իր մեկնարկային կազմում պետք է ունենա 3 հայ ֆուտբոլիստ։ Այս առումով մենք ավելի շատ ժամանակ կունենանք նախապատրաստվելու համար։ Այս ընթացքում մենք նայում ենք մեր սաներին, երիտասարդներին, երկրորդ թիմին։ Առհասարակ մեր տեսադաշտում ենք փորձում պահել ամբողջ հանրապետությունը, թե ինչ տաղանդներ
կան, որոնց հետ մենք կարող ենք աշխատել։ Միաժամանակ պետք է աշխատենք մարզիչների հետ, քանի որ հենց նրանք են պատրաստելու մեր վաղվա սերնդի ֆուտբոլիստներին։ Պատանիներն ամենուր են, բակերում, խաղահրապարակներում, ես նկատում եմ նրանց։ Իսկ մասնագիտացած սկաուտներն ու մարզիչները, որոնք եւս նկատում են նրանց, կարող են ֆուտբոլի նկատմամբ նրանց մոտ առկա կիրքը բարձրացնել նոր որակի։ Արդյունքում մենք ապագայում դժվարություններ չենք ունենա։ Որն է լինելու տրանսֆերային պատոհանի ընթացքում Արարատ Արմենիայի ծրագիրը։ Մենք թարմացրեցինք որոշ ֆուտբոլիստների հետ պայմանագրերը։ Միաժամանակ փորձում ենք կազմն ավելի ամրապնդել խաղացողներով, որոնք կարող են թիմն ավելի ուժեղացնել, այն դարձնելով ավելի մրցունակ։ Մենք պետք է ունենանք ֆուտբոլիստներ, որոնք կարող են խաղերի օրացույցի եղած խտության պայմաններում ապահովել արդյունք բոլոր մրցաշարերում՝ գավաթ, առաջնություն, կոնֆերենցիաների լիգա։ More personal questions. Հիմա անձնական հարցեր։ Քանի հանդիպում եք դիտում շաբաթվա ընթացքում։ Eu tento assistir o máximo de jogos possível. Փորձում եմ դիտել հնարավորինս շատ հանդիպումներ, դա թույլ է տալիս ինձ տեսնել ու գնահատել առանձին խաղացողների, հասկանալ նրանց որակները։ Դա իմ գործի մի մասն է, այնպես որ ես շատ հանդիպումներ եմ դիտում, չէ՞ որ հնարավոր է այդ ֆուտբոլիստներից մեկն ապագայում հանդես գա հենց Արարատ Արմենիայում։ Ես հետևում եմ նաև միջազգային հանդիպումներին ու մրցաշարերին, փորձում եմ դրան էլ ժամանակ հատկացնել, քանի որ բոլորն էլ սիրում են բարձր մակարդակի ֆուտբոլ, գեղեցիկ ֆուտբոլ։ Եթե հաշվենք, ապա շաբաթական ստացվում է մոտ 10-15 հանդիպում։ Have you learned Հայերեն բառեր սովորել ես։ Normalmente as palavras mais Ես կարծում եմ, որ ամենակարևոր բառերը դրանք հարգանք ցույց տվող բառերն են։ Երբ ժամանում ես ինչ-որ տեղ ու պետք է ողջունես, ցույց տաս քո հարգանքը, բարևես, հարցնես թե ոնց է։ Ահա դրանք են այն բառերը, որոնք առաջնահերթ ես սովորում եմ։ Bare Vedius, Laves, Bare Luis, Bare Oshi, Bare Ereko, Bare Guiche. Հասկանում եք երևի ինձ, հենց այս բառերն են օգնում առաջին կոնտակտի ժամանակ ցույց տալ հարգանք այն մարդու կամ անձանց նկատմամբ, որոնց հետ դուք հայտնվել եք նույն տարածքում։ Do you think you are mainly Քեզ ավելի շատ բրազիլացի ես համարում, թե իտալացի։ A verdade é que eu nasci no Brasil, os meus avós. Ես ծնվել եմ Բրազիլիայում, բայց իմ տատիկ-պապիկներն իտալացիներ են, որոնք գնացել են Բրազիլիա, քանի որ պատերազմ էր։ Շնորհիվ նրանց ծագման ես ձեռք եմ բերել անձնագիր, բայց միաժամանակ պետք է նշեմ, որ կյանքի շատ կարևոր ու տևական հատված ես անցկացրել եմ Պորտուգալիայում։ Այնպես որ ես բրազիլացի եմ, որը երկար տարիներ ապրել է Պորտուգալիայում եւ ունի իտալական արմատներ։ Ստացվում է ես բրազիլացի եմ ծնունդով, սակայն իտալացի արմատներով։ Can you tell us Մի փոքր պատմիր քո կարիերայի մասին։ Eu comecei a jogar. Մանկուց սկսել եմ խաղալ ֆուտբոլ, պատճառը նաև հայրս է, որը նախկին ֆուտբոլիստ է։ Ես դարպասապահ էի, սակայն ինչ-որ պահի հայրս պարզապես ասաց, որ այս դիրքում էլ չխաղամ։ Այնպես որ սկսեցի ինձ փորձել մյուս դիրքերում, մինչև անգամ հենակետային կիսապաշտպանի։ Այդ ամենը մինչև 16 տարեկանը, երբ եկավ ժամանակը կայացնելու վերջնական որոշում։ Մի երեկո ես այդպես դարձա Պաուլիստայի ֆուտբոլիստ, իսկ արդեն այդտեղից տեղափոխվեցի Պորտուգալական Նասիոնալ, որտեղ անցկացրել եմ 5 մրցաշրջան։ Այդ ժամանակ ես 25 տարեկան էի, հետո Նասիոնալից տեղափոխվեցի Պորտու, որի կազմում էլ դարձա Պորտուգալիայի չեմպիոն, հնարավորություն ստացա անգամ խաղալու Չեմպիոնների լիգայում։ Այդտեղից արդեն տեղափոխվել եմ Հունաստան, որտեղ անցկացրեցի 2 մրցաշրջան ու նորից վերադարձա Պորտուգալիա, խաղացի Արոկայի կազմում։ Արդեն երիտասարդ չէի, սակայն պատրաստ էի շարունակելու կարիերաս ու խաղացի եւս 5 տարի, մինչև 42 տարեկան ես եղել եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ ու վերջին մրցաշրջաններն անցկացրել եմ Բոավիշտայում։ Այնպես ստացվեց, որ 42 տարեկանում կարիերաս ավարտեցի։ Վերջին մրցաշրջանում ես թիմի ավագն էի եւ անխտիր խաղացի թիմի բոլոր խաղերում, բայց եկավ ժամանակը, երբ պետք է ֆուտբոլային կարիերաս ավարտեի ու գտնեի իմ նոր դերը ֆուտբոլում։ Այդպես ես այստեղ եմ։